Եկեք խոսենք 9-ի սիրային համակեցության մասին 1-ից 9 թվերի հետ։ 9 թվի համախմբում ընդգրկված են 9, 18, 27-ը։ Երբ 9 հանդիպում է 1-ին, այս սիրային համակեցությունը կառուցվում է երկու հզոր էներգիաներով ուշված մարդկանց փոխադարձ սիրո մթնոլորտում։ Սա շատ առողջ դինամիկ կապ է, քանի որ երկուսն էլ հարգում են միմյանց հավակնությունները։ 1 թիվը տալիս է գաղափարը, 9 թիվը իրագործում է այն իր ուժով ու տրամաբանությամբ։ Երբ նրանք գործում են որպես թիմ, այս սիրային համակեցությունը վերածվում է կուռ համակարգի։ Երբ 9 հանդիպում է 2-ին, այս սիրային համակեցությունը կառուցվում է ձգողական ուժով։ 9 դառնում է 2-ի պաշտպանը, 2-ը դա հատուցում է ուղղորդված սիրով և հավասարակշռությամբ։ 9-ի ջերմ էներգիան կրկնապատկում է 2-ի մեղմությունը, նրանց համակեցությունը դառնում է խաղաղության նորան։ Երբ 9 հանդիպում է 3-ին, սա փոխադարձ հասկացվածությամբ ստեղծված հզոր միություն է։ 3-ի շարժունությունը, ստեղծագործականությունը 9-ին ոգեշնչում է համատեղ գործունեությամբ զբաղվել, միասին նոր արժեք ստեղծել։ Համախմբված գործելը ավելի ամրացնում է նրանց սիրային համակեցությունը և ամրապնդում։ Երբ 9 հանդիպում է 4-ին, այս համակեցությունում 9-ի զիջումների շնորհիվ տիրում է խաղաղություն։ 4-ի տրամադրությունը հաճախ փոփոխվում է, դառնում է անկանխատեսելի։ 9-ը իր սիրալիրությամբ միշտ հարթում է սուրանկյունները։ Նրանք աչալուրջ են, որ երկու ստեկ բախումներ թույլ չտան։ Այս համակեցության զույգը ուժի և նպատակասլացության խորհրդանիշ է։ Երբ 9 հանդիպում է 5-ին, այս միությունը մեծ ջանքերի գնով է կայանում 9-ի լրջության և հավասարակշռության շնորհիվ։ 5-ի թեթևությունն ու ակտիվ վարքը սկզբից գրավում է 9-ին, սակայն որոշ ժամանակ անց 5-ի պարզամտությունը խանգարում է լուրջ հարաբերություններին։ Այս համակեցության կայունությունը պայմանավորված է համատեղ հետաքրքրություններով, բիզնես ծրագրերով։ Երբ 9 հանդիպում է 6-ին, սա լավագույն համակեցություններից է։ 9 ուժ և իմաստություն է բերում, 6-ը սեր ու քնքշանք միմյանց կյանք։ 6-ի նվիրվածությունն 9-ին ստեղծում է վստահություն և հարմարավետություն իրար հանդեպ, իսկ 9-ը 6-ին պաշտպանում է այն ամենից, ինչը իրենց հարաբերություններում ավելորդ բեռ է 6-ի համար։ Երբ 9 հանդիպում է 7-ին, թեև շատ հետաքրքիր միություն է, սակայն այն կառուցվում է հակադրությունների ֆոնին։ 7-ը փնտրում է լռություն և հոգևոր վիճակ, 9-ը գործողություն և արդյունք։ Նրանք շատ բան են սովորում իրարից։ Երբ 9-ը չի սահմանափակում 7-ին լինել ավելի մեղմ և լռակյաց, ապա նրանց միությունը ավելի է ամրապնդում։ Այսպես նրանք իրենց համակեցությունը հիմնում են իրավիճակից ելնելով։ Երբ 9 հանդիպում է 8-ին, այստեղ ուժերը հավասարաչափ են։ Միմյանց գերազանցելու խնդիր չկա։ 9-ը գաղափար է տալիս, 8-ը իրագործում է այն։ Փոխզիջումներով է ամրապնդվում այս սիրային համակեցությունը։ Նրանց հարաբերությունների գլխավոր գործոնը ուժեղ մագնիսականությունն է։ Նրանք մշտապես միմյանց ուշադրության կենտրոնում են պահում իրար։ Երբ հանդիպում են երկու 9-ները, սա չափազանց բուռն, անկեղծ էներգիայով լի միություն է։ Նրանք փոխադարձաբար գիտակցում են միմյանց ուժը, փորձում են գիտակցաբար խուսափել վեճերից, սակայն երբեմն կենցաղային իրավիճակներում լինում են փոքրիկ բռնկումներ։ Փոխադարձ ներողամտությունը միմյանց հանդեպ կարգավորում է հարաբերությունները մինչ կոնֆլիկտի առկայծումը։ Սա հիմնավոր ամրապնդված հարաբերություն է։